Երգերաժշտություն ջերմ մթնոլորտ Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում ճախրուկ 6-րդ միջազգային ներառական փառատոնն արվեստագետներին, տաղանդավոր պատանիներին համախմբել է մեկ գաղափարի շուրջ, մշակույթը հասանելի է բոլորին։ Ճախրուկը հարյուրավոր մարդկանց է համախմբում իր շուրջ, իր գաղափարի շուրջ, իսկ ճախրուկի գաղափարը հետևյալն է, գաղափարախոսությունը, ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք, եւ այդ հոգու թռիչքը մենք իսկապես այսօր ունենալու ենք այս աստվածային վայրում։ Օձունի մարդաշատ բարձունքում հնչում են Կոմիտասի ստեղծագործությունները, հոգևոր, օրորոցային եւ ժողովրդական երգեր, ճախրուկ էթնո-երաժշտախմբի եւ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ։ Համերգային ծրագիրն իրականացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հետ գործակցությամբ։ Փառատոնին մասնակցում են Հայաստանի մարզերի հանրակրթական եւ արվեստի դպրոցների աշակերտները, հատուկ մասնագիտացված հաստատությունների երեխաների աջակցության կենտրոնների սաները, մասնակիցներ կան նաեւ Ղազախստանից ու Մարոկոից։ Շատ ուրախ եմ դրա համար, որ ճախրուկի անդամ եմ։ Ես միտեվա ճախրուկի հետ լվակու ու միտեվեց կդու։ Փառատոնի պատվավոր հյուրերի շարքում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը, Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիխան Ախմետովը եւ այլք։ Ներառականության տեսանկյունից շատ կարեւոր է բոլոր տեսակի ֆեստիվալները, բայց հատկապես այս տիպի ֆեստիվալը, երբ որ բերում ես իրար կողք հաճախ սովորական օրերին իրար չհանդիպող մարդկանց, մեր բոլորի նպատակը իրականում դա է, ներառականությունային դա է, որ որևէ մեկը չտարբերի մեկ ուրիշ քաղաքացու։ Շատ տպավորված եմ հատկապես երեխաների մտքի թռիչքից եւ գույներից եւ հասունության աստիճանից, որտեղ նկարներ եւ գործեր տեսա, որ տենց նույնիսկ թանգարաններում կարելի է տեսնել։ Ճախրուկ միջազգային ներառական փառատոնն անցկացվում է 2021 թվականից։ Այն ամեն տարի հյուրընկալվում է Հայաստանի մարզերից մեկում, բացահայտելով երիտասարդ տաղանդների հանրահռչակելով ազգային մշակույթը։ Մասնակցում եմ ոչ միայն ամեն տարի, այլ շատ հաճախ եմ իրենց այցելում եւ հաճախ եմ նաեւ բարբերաբար շփումներ ունենում տարբեր հարցերի շուրջ իհարկե, բայց այս համերգը ունի բարությամբ բարուրվելու կարևորություն։ Փառատոնի հիմնադիրներն ուրախությամբ փաստում են ճախրուկը հերթական անգամ կարողացավ միավորել հարյուրավոր մարդկանց այդ շատ կարևոր ներառական հասարակություն կառուցելու գաղափարի շուրջ, կրկին ասելով, որ ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք։ Յուրա Վահանյան, լուրեր։